կատարում եք։ Շնորհակալ եմ, ուրեմն մենք ես Ֆրանսիայում եկամ եւ մեր կոզունությունը գծավալենք Եվրոպայի տարածքին 2022-ի վերջին ամիսներում մենք անդրադարձանք, որ կերիներու խնդիրը մարած էր մեր ընդհանուր հայության գիտակցության մեջ, որովհետեւ առաջին ամիսներում պատերազմի հաջորդող շրջանին շատ շարժումներ ստեղծվեցան աշխարհում մեկ կերիներու ազատագրության համար, բայց հաջորդող ամիսներու ընթացքին այս բոլոր շարժումները մարեցան եւ մենք անդրադարձանք, որ այս խնդիրը շատ առաջնային խնդիր է, որովհետեւ կերիներու արգայությունը Ադրբեջանի մեջ ոչ միայն իրենց ծնողներու եւ ընտանիքներու վրա շատ ծանր ճնշում գտնել, հոգեբանական ծանր ճնշում գտնել, բայց նաեւ ամբողջ հայության վրա մենք այսպես նվաստացած կզգայինք մենք մեզ երբ կտեսնենք, որ մեր եղբայրները եւ քույրերը եւ դա դիքի մնալ գարային օրերուն կտանքներու կենթարկվին եւ ոչ մեկ մարդ կխոսի այդ մասին։ Ուրեմն մենք ատկե մեկնելով է որ նոր գործողությունը սկսանք յուրաքանչյուր այդ օրվա կերիներու, եթե չեմ սխալիր 45 կերի գարայնադեն, յուրաքանչյուր կերիի համար մեկ հովանավոր փնտրեցինք եւ կդանք ընդհանրապես մեծ քաղաքներու եւ Ֆրանսիայի մեջ Եվրոպայի զանազան երկրներու մեջ միջին քաղաքներու քաղաքաբեդեր, համայնքաբեդեր ընդունեցին այդ հովանավորությունը եւ այդ գործողությունը այդպես սկսանք եւ ամիջապես կապ ստեղծեցինք Դիգին Սիրանուշ Սահակյանի հետ, որ այդ խնդրի այսպես ամբողջական խնդիրը իր բանի արած էր իր հանձնարարություն արած իր այդ խնդիրներու համար, մասնավորապես իրավաբան բաժնի համար։ Եւ մենք հաջողեցանք մոտավորապես 15-16 կերիներ, կերիներ հովանավորել դալու, բայց հետակային ուրեմն սեպտեմբեր 2000 եւ Հայաստան այցելություններ գազմագերվելու քաղաքաբեդներու, օրինակ Լիոնի առաջինը Լիոնի քաղաքաբեդներ, որ կերիմը այդ օր ժուն կերիմը հովանավորած էր եւ եկավ եւ իր ծնողքի հետ հանդիպեցավ եւ սկսավ հաղորդակցություններ անել եւ այս խնդիրը բարձրացնել մասնավորապես եվրոպական հաստատություններուն թիմել կերիներու ազատագրության իր կերիի իր հովանավորած կերիի եւ մյուս կերիներու ազատագրության համար սա ուրեմն առաջին ծրագիրը եղավ, որ դակավին կշարունակվի, բայց որոշ փոփոխության ենթարկվեցավ, երբ դեկտեմբեր 2023-ին կերիներու բավական մեծ թիվ 32 հոգի ազատ արձակվեցան։ Եվ այդ օրերուն ուրեմն մենք սկսանք հավաքական հովանավորություն գազմագերբել զանազան բաներու կողմէ, քաղաքական թեմքերու կողմէ, ազգային ժողովի անդամներու կողմէ եւ այլն, եւ նույն քաղաքաբեդներու հետ, մեծ քաղաքներու եւ միջին քաղաքներու քաղաքաբեդներու հետ բայց որոշ փոփոխություններ ներմուծեցինք մեր գործունեության մեջ եւ 2023-ի հունիս ամիսներուն մենք կապ հաստատեցինք ինտրա հոգեգան առողջության կենտրոնի դնորենի հետ, պարոն Խաչատուր Կասպարյանի հետ այսպես շատ լավ չձևավորված այդ օրերուն, բայց մեր բանով հայցովը, որ այսօրվա կերիներու ընտանիքներու հոգեբանական օգնություն բերենք։ Եվ հետո գործի ընթացքին անդրադարձանք, որ պարոն Կասպարյան մեզ դերեկացուց, որ ազատագրված կերիները շատ մեծ հոգեգան խնդիրներու գպախին եւ ոչ միայն հոգեբանական խնդիրներու, բայց նաեւ սոցիալական ընկերային խնդիրներու գպախին։ Ուրեմն համագործակցաբար պարոն Կասպարյանի հետ մենք նոր ծրագիրը մեջտեղ բերինք ազատ արձակված կերիներու հոգեբանական օգնություն բերելու ծրագիրը, որ այսօր ընթացքի մեջ է եւ պարոն Կասպարյան մի խոսի այդ մասին, ընդհանրապես խնդիրներու մասին, հոգեբանական խնդիրներու մասին ուրեմն հետ թրոմայի բաներու մասին, հետևանքներու մասին։ Ուրեմն այս է մեր բանը, մեր այսօրվա խոսակցության նյութը եւ կգործեմ, որ շատ կարեւոր է, որ Դիգին Սիրանուշ Սահակյան մեզի դերեկացնե, թե
այդ հայցերը, որոնք ներկայացված են միջազգայնադյաններու մեջ, ինչ վիճակի մեջ են, գիտնալով, որ հավաքական բաները, հայցերը այսօր կառավարության կողմի հետ քաշված են եւ դադարեցված են։ Ուրեմն գուզեի նախ խոսքը տալ Տիկին Սիրանուշ։ Խոսքը փոխանցենք Տիկին Սիրանուշին, խնդրում եմ ներկայացրեք իրավական հարթությունում ինչ ունենք այսօր,